Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մրգաշենում սպանված ատամնաբույժի դեպքը իրավապահ համակարգում խիստ մտահոգության տեղիք է տվել։ Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն մի շարք մարզերի եւ Երևան քաղաքի իրավապահ համակարգի ղեկավար կազմը որոշել են խիստ ուշադրության կենտրոնում պահել բոլոր ագրեսիվ աչքի ընկնող միջադեպերի գիզակետերում հայտնված երիտասարդներին, քանի որ նրանց մասնակցությամբ դեպքերը խիստ մտահոգության տեղիք են տվել։ Ուստի հնարավոր ողբերգական դեպքերը կանխելու համար նրանց գիզակետում պահելու գործընթացը ուժեղացվել է։ Հայտնել ենք, որ Արմլուրեյեմի բացառիկ տեղեկությունների համաձայն մրգաշենում 52-ամյա ատամնաբույժին սպանելու դեպքով կալանավորված եղբայրները հրաժարվել են ցուցմունք տալ եւ պատմել դեպքի հանգամանքները։ Հրապարակ թերթը գրում է. Պետ նախկին նախագահ տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանն տարեսկզբին 300 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Գլխավոր դատախազությունը նրան ազատ արձակելու դատարանի որոշումը բողոքարկել էր Վերադաս Ատյան։ Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը հրապարակին ասաց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը, Հարությունյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԿՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է Վահան Կոստանյանը։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց նրա հայտարարագրերը եւ արձանագրեց, որ մինչեւ 2018 թվականի իշխանափոխությունը լայն հանրությանը գրեթե անհայտ Կոստանյանը հեղափոխությունից հետո շեշտակի ու կտրուկ աճ գրանցեց։ Կարճ ժամանակում հասնելով բարձր պաշտոնների այն դեպքում, երբ նման պաշտոններում սովորաբար նշանակվում են երկարամյա դիվանագիտական փորձ ունեցող մասնագետներ։ Միևնույն ժամանակ նրա անվան շուրջ 2024 թվականին շրջանառվում էր նաև սկանդալային պատմություն, ըստ քաղաքացիների վկայության արտաքին գործերի նախարարի աշխատակից վարորդը, որը սպասարկել է Կոստանյանին մուտքի վիզաներ տրամադրելի օժանդակության համար քաղաքացիներից գումար էր վերցրել։ Հրապարակ օրաթերթը գրում է. ընտրություններից հաշված շաբաթներ առաջ իշխանությունը կրկին անցել է ասֆալտ օպերացիային, քերում են անգամ ամիսներ առաջ փռած ասֆալտը, նորը լցնում, փորձելով աշխատանքի իմիտացիա ստեղծել, հուսալով, որ դրանք հավելյալ քվեներ են բերելու։ Մեզ պատմեցին, որ Էջմիածնի համայնքապետ Արգեշտի Մեխակյանը, որ նոյեմբերին է ընտրվել պաշտոնում, քաղաքի գրեթե բոլոր փողոցներում ասֆալտապատման աշխատանքները կրկին իրականացնում, այն դեպքում, երբ իր ընտրություններից առաջ էլ նույն աշխատանքները տարվել են։ Մեզ պատմեցին նաև, որ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի գունագեղ շատրվաններն էլ, որ ընդամենը 2 տարի առաջ էին վերանորոգել եւ 170 միլիոն դրամ էր դրա վրա ծախսվելու, բացման էլ Փաշինյանն էր մասնակցել, կրկին վերանորոգում են։ Սա նշանակում է, որ ընտրություններից առաջ տեղական չինովնիկներն առիթը բաց չեն թողնում բյուջեն մսխելու։ Իրավունք թերթը գրում է. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետգեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանի մտերիմ շրջապատից տեղեկանում ենք, որ վերջինս բավականին դժվար կացության մեջ է հայտնվել։ Ռուսաստանը բնակահայազգի մեդիա մենեջեր Արամ Գաբրիելյանովին արձագանքելն էլ համարում է պահի ազդեցության տակ կատարած սխալ։ Մտածում եմ, որ Գաբրիելյանովին պատասխանելն էլ հեչ պետք չէր, այս մասին ասել է Գասպարյանին մոտ կանգնած աղբյուրը։ Իրավունք թերթը գրում է. կառավարական աղբյուրներին մոտ կանգնած անձինք մտերիմ շրջապատում շարունակում են քննարկել Աննա Հակոբյանի Փաշինյանի կողքին կրկին հայտնվելու փաստը։ Եվ ահա շրջանառվող լուրերի համաձայն Աննան չէր հայտնվի Գյումրիում, եթե պատահաբար չհայտնվեր Փաշինյանի ուղիղ եթերի կադրում։ Հենց դրանից հետո ոսնույն լուրերի Փաշինյանն Աննային համոզել է, որ հետը գնա Գյումրի։ Եվ պատճառը հենց դա է, որ վերջինս ամենուր դժգոհ դեմքով էր ինքը Աննան, ասում են, դրանից օրեր առաջ էր վերադարձել կառավարական կեցավայր։